Քանզի Սուրբ ամուսնությունը ցերեկով եկեղեցու մեջ հայտնապես պսակվում է Աստծո խոսքով, խաչով եւ ավետարանով, իսկ բորնկությունը գիշերով է մարդկանցից ծածուկ, վախով ու սատանայական խոսքով է ներգործում։ Սակայն Սուրբ ամուսնությունը պատվական է եւ ամուսնական անկողինը անարատ, իսկ բորնկությունը դեմ է Աստվածային օրենքին։ Նախ խափանում են ծնունդները զանազան ախտերի բախմամբ, երկրորդ քանզի ցանկություններով անձնատուր են լինում գարշ ախտեղությունների եւ անհագորեն զեղանում դրանցում։ Երրորդ, որովհետեւ անմեղ երիտասարդներին գցում են բորբոքվող ցանկությունների սատանայի թակարդի մեջ, որը հավիտենական մահն է։ Չորրորդ, քանզի նրան նաեւ խոչընդոտում են կատարելու որդեծնության գործը։ Հինգերորդ, քանզի նրա հետ նաեւ նրա ունեցվածքն ու վաստակն են յուրացնում, իսկ նա մոլությամբ արբած ոչինչ է համարում ունեցվածքի կորուստը, ուստի արդարացիորեն զգուշացնում է. մի նայիր չար կնոջը, մի խաբվեք, ոչ շնացողները, ոչ պոռնիկները չեն ժառանգում Աստծո արքայությունը։ Ինչու են բազմամուսնությունն ու բազմակնությունը մերժելի ոչ միայն ըստ Սուրբ գրքի, այլև ըստ բնական բարքերի։ Նախ, քանի որ սիրո այն կապը, որ երկուսին դարձնում է մեկ մարմին, կինը խզում է իր ամուսնու հետ եւ կապվում ուրիշին։ Նույնպես եւ տղամարդն է ուրիշ կնոջ կապվում եւ միմյանց նկատմամբ հուժարակամ սեր չունեն, այլ ակամա։ Ուստի Տերն այլ ախտի համար, կնոջ լեզվանիության կամ գող լինելու համար չի արտոնում արձակել, այլ միայն բորնկության պատճառով, քանի որ ինքն է իրեն արձակում իր ամուսնուց։ Երկրորդ, քանի որ որդիները չեն ճանաչում իրենց հորը։ Երրորդ, քանի որ հայրը գութ չունի որդիների նկատմամբ, քանզի կասկածում է հարազատ լինելուն։ Չորրորդ, քանի որ նա, ով ստուգապես հոր ժառանգն է, զրկվում է ժառանգությունից եւ օտարն է գալիս ու ժառանգում այն։ Հինգերորդ, քանի որ խախտեցին Աստվածային կանոնը, որ միավորեց մեկ տղամարդու եւ մեկ կնոջ, ինչպես մեր նախնիներ Ադամին ու Եվային, մանավանդ օրենքում ասում է. մի շնացիր, իսկ նրանք դեմ են դուրս գալիս Աստծուն։ Նաև պետք չէ ամուսնացած կնոջ հումանին լինել եւ խաբելով խլել նրան իր ամուսնուց, ետ պահիր քեզ ամուսնացած կնոջից, քանզի ով մոլորվում է ամուսնությամբ կապվածի հետ, ավելի չար է, քան պոռնիկ կանայք։ Քանզի պոռնկացողի պատիժը միայն մեկն է՝ գեհենի հուրը, թող չհաղթի քեզ օտար կնոջ գեղեցկության ցանկությունը։ Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է եւ ամուսնական անկողինը սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին ու պոռնիկներին։ Եվ թող այստեղ մեղքերի փորձություններից, իսկ այնտեղ տանջանքների հրից մեզ փրկի մեր բազմագութ եւ ողորմած Տեր Քրիստոս Աստված, որին փառք, զորություն եւ պատիվ